Դուք հենց այս պահին միացել եք ժամադրություն շոուին, որի անունն է 3 ավելորդները, մենք դեռ 2-ով ենք և սպասում ենք, շատ անհամբեր ենք սպասում մեր հյուրին։ Այսօր շատ հետաքրքիր հյուր ունենք, որովհետև բացի այն, որ նա տղամարդ է, այսինքն մեր մոտ հիմնականում կին հյուրեր ենք ունեցել, այլ նաև շատ հետաքրքիր մասնագիտություն ունի և ամբողջ ուղն ու ծուծով գիտի կարելի ասել տղամարդկանց։ Դավիթ Տոնոյան, մեր օրելի ուրոլոգ։ Կանոնով է եկել։ Հա, բայց ճիշտ չասեցի, ուղն ու ծուծով գիտես տղամարդկանց, թե հոգեպես, թե արտակնապես, բայց թե քո մասնագիտականը։ Բարև Դավիթ։ Привет. Кстати, это еще թուրք արտիք է, հա։ Քո մոտ էլ է թուրք արտիքը։ ոչ, որ ուրոլոգները միայն տղամարդկանց բժիշկներ չեն։ Ես գիտեմ, ես թուրք արտիք չունեմ, բայց նկատի ունեի դու ամբողջ ձևով գիտես։ Այո, ամբողջ ձևով։ Մանրամասնորեն գիտի Բայց Դավիթ։ մեկը կանոն պետք է կան։ Դավիթ Դրջան, մենք գիտենք, որ դու ամուսնացած ես, բայց մի քիչ հետ ենք գնում, ամուսնությունից հետ ենք գնում, հաստատ ունեցել ես։ Ես ամուսնությունից առաջ ոչ մի բան չեմ։ Դու ունեցել ես հաստատ ժամադրություններ։ Եվ կասես քո համար առաջնայինը կնոջ մեջ ինչն է եղել կարմիր դրոշակ, որ քեզ ասել ես, ախպեր չէ, ես այս կնոջ հետ ընդհանրապես կապ չեմ ունենում։ Թե սովորելու տարիներին, թե ավարտելուց հետո, երբ որ բժիշկը գնում է դեյթի, ու լիքը բժիշկն էստեղ ծափ կտան էկրանից այն կողմ, ամենադժվար բանը, երբ որ դու գնում ես դեյթի, որ շատ սիրուն աղջիկ է, ու ինքը իմանում որ դու բժիշկ ես, ու ինքը սկսում է իր ասար գանգատներից պատմել։ Լուրջ։ Հա։ Իսկ կներես էլի այս ֆուագրան հələ դիմի կողմ քորա գալիս։ Այդ ինչ հետաքրքիր ժամադրության է գնում, որ ֆուագրա է գտում։ Դու հերիք չի հաշիվը փակում, մտա ձրի կոնսուլտացիա ես ճանապարհում ես էլի։ Ես եղել եմ դեպք, որ դեյթից գնացել ենք սոնոգրաֆիա ենք արել, որտեղ ինքը ինքան գանգատ նշեց, թվաց ինչ-որ լուրջ բան է։ Նոր գնացել ենք տներով, ո՞լ չենք տեսնում։ Կարմիր դրոշակ է։ Ահա միանշակ, եթե իմ համար, որովհետև եթե իմանում ես դիմացինը, եթե ես խնդրեմ այդ գլանդներս կնայես։ Ինձ թվում է նորմալ չի դա, բայց դա մի անգամ չի, կամ սկսում են իրենց բժիշկներից պատմել։ Ասենք ուրիշների համար բան է, չէ՞, red flag-ը, որ սկսում են պատմել իրենց նախկիններից։ Ձեր համար Գիտեք իմ բժիշկը ասենց շել ես գործից չեմ ուզում խոսել։ Բայց քանի մեր հյուրը բժիշկ է, ես առիթից օգտվեմ եւ այս հարցը տամ։ Այն մարդիկ, ովքեր արժեզրկում են իգական սեռը, արժեզրկում են կանանց առհասարակ, փորձում են, հեսա գալիս ենք բժշկությանը, փորձում են արժեզրկել իգական սեռը սոցիումում։ Այդ մարդկանց մենք կարող ենք ասել, որ դու հեղուկ վիճակից չէիր վերածվի մարդու, եթե չլիներ իգական սեռը, միջավայրը, արգանդը։ Այն որ դու դարձել ես մարդ, Զառը շատ տիպի լավ բան հարցրեցիր, հա, մենք բոլորս էլ ծնվել ենք այն բնական ճանապարհով, որ ծնվում են բոլոր մարդիկ եւ ոչ միայն մարդիկ, այլ բոլոր կենդանիները, դա իգական սեռի օրգանիզմում ձևավորվելով մեծամասամբ առանձնյակներ կան ժոստկի հաղորդում ենք սկսել առանձնյակներ կան շատ բան հարցրեցիր իսկ ինչ վերաբերվում է սոցիումի վերաբերմունքին դու նկատել ես որ սոցիումի այս վերաբերմունքը Ոչինչ դժվար նկատածել ես, այդքան հին չես, 1300 տարեկան կամ 1500, բայց ժամանակին հակառակը կնոջ կուլտն է եղել հենց այդ պտղաբերության հետ կապված, որովհետև երբ որ մենք գնում ենք դեպի անտիկ ժամանակների պատմություններ, էպոսներ եւ այլն, այնտեղ կա կնոջ կուլտը որպես կյանքի սկիզբ ու սրբացումը որպես կյանքի սկիզբ, ու այո, մենք բոլորս սկիզբ ենք առնում կանացից, բայց Առանց տղամարդկանց դա կլինի անհնար։ Ինձնից ձախ նստած մեր ընկերը Նինան մի հատ շատ հետաքրքիր բան ասաց ես ամուսնացած եմ, ինչպես նաև իմ երեխան աղջիկ է։ Ու այս դու հարցերը որ բարբերաբար բարձրաձայնում ես ինտերնետում կամ ընդհանրապես ինչ-որ տեղով բանում, ես նոր եմ սկսում հասկանալ, որ հանկարծ օրինակ իմ աղջիկ երեխան վաղ գնա գործ ընդունվելու, իրան ավելի քիչ աշխատավարձ տան, ինչա ինքը աղջիկ է, բայց ինքը սաղից խելացի է ու սաղից սիրուն է, որովհետև ինքը իմ Այդ ինձ թվում է խնդրահարույցը արդեն իսկ իմ համար խնդրահարույցը ու այո ես քո հետ այստեղ լրիվ քո կարծիք բոլորը պետք է աղջիկ երեխա ունենան որ այդ իրանց մաշկի վրա զգան թե հիմա մեզ միանում է աղջիկ եւ շատ հետաքրքիր է թե դու ինչ հարցեր կտաս նրան լավ Դավիթ մենք դիմավորում ենք մեր հերոսուհուն
Մեր շատ հետաքրքիր արտաքնով հերոսուին արդեն մեր տաղավարում է եւ ինձ թվում է արդեն անցնենք արագ հարցերին, որտեղ ես անհամբեր եմ։ Համաձայն եմ, իհարկե։ Ինչ որ տեղ է շտապումնի։ Չէ, ուղղակի շտապում եմ, որպեսզի իմանամ ինչ է։ Այո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ներկայացեք, պատմեք ձեր մասին, ամեն ինչ հետաքրքիր է։ Իմ անունը Տինա է, ես 27 տարեկան եմ։ Ես սիրում եմ կյանքը, ու сիրում եմ, որ սիրում են инձ։ Какие такая. Какие такая, да. Ինչա եք զբաղվում, Կրիստինա։ Ես ուղղակի երջանիկ ապրում եմ ու չեմ ուզում երբեք աշխատեմ։ Իդեալ։ Բայց աշխատում եք թե չէ։ Չէ, արդեն չեմ Դեք աշխատում։ եթե դուք ինձ լսում եք փախի։ Ես հիանում եմ այն աղջիկներով, ովքեր հստակ գիտեն, որ իրենք չեն ուզում աշխատեն։ Ապրեք, եթե կարող եք այդպես ապրել, հալալա Դու ձեզ։ կարաս չաշխատես։ Ես երազում եմ չաշխատեմ, բայց ես չեմ կարող չաշխատեմ։ Չէ, ես ուզում եմ այնպիսի կյանք, որ աշխատեմ այն ժամանակ, երբ ուզում եմ, եւ չեմ ուզում չաշխատեմ։ Ապրես, ես եմ նկատում եմ դա։ Բայց ես չեմ կարող չաշխատել կներեք։ Հա, ես ուզում եմ աշխատեմ, իմ փողը ինձ վրա ծախսեմ, դուք է։ Ես մենակ տենց եմ անում։ Ապրեք։ Բայց ուղղակի ես ուրիշի աշխատած փողն եմ իմ վրա ծախսում։ Դե ապրեք։ Մոլոդես։ Իսկ գախնիկը մեզ էլ ասեք, էլի ու մի հատ հաստ տվեք էլի, եթե կարելի է գրեք մենք է գնանք էլի։ Կուրսը։ Ոնց Դե ես ուղղի ասում եմ, որ ես չեմ ուզում աշխատեմ։ Не для этого мама рожала. Մամա ради Бога, я իրավունքները ոչ մեկ չի սահմանափակում, որովհետև սա լուրջ ասենք, որ ֆինանսական կախվածությունից սկսվում է բռնությունը, ու սա հստակ վիճակագրություն է, ինչքան կարող եք ֆինանսապես անկախ, բայց ամեն դեպքում ինձ հետաքրքիր է, թե ոնց եք հասել հոգեկան, սոցիալական այդպիսի վիճակի։ Դե ես նայում եմ, տեսնում եմ ով է շատ աշխատում այդ կինոմատին ու հասկանում եմ, որ ես չեմ ուզում նմանը դառնալ։ Հոգնած, ջղայնացած, ներվայնացած։ Ես ուզում եմ սենց Բայց այդ աշխատող կանանց մեջ, այդ աշխատող կանանց մեջ մարդիկ կան, օրինակ դուք ինչ արժեք եք ստեղծում։ Մարդ հարարածը պետք է արժեք ստեղծի իր ապրելու ընթացքում։ Կինը բժիշկ է, ով բժշկուհին մարդա բուժում արժեք է ստեղծում, ուսուցչուհին դաստիարակում արժեք է ստեղծում։ Ես էներգիա եմ տալիս։ Դուք գարոսկոպին եք հավատաս։ Հա, բան, կազիրով։ Տղեկ թռեք։ Լավ, իսկ ես Բայց ես իմ հարցը Հա, ես էլ չստացա։ Որտեղ եք, որտեղից ունեք։ Դե ես տենց դաստիարակվել եմ, իմ papan Այ ասել։ ես սա հասկանում եմ, ուղղակի ուզում եմ հասկանալ, մենք անկեղծ իլրիվ լուրջ ես եմ ուզում, Որ ես չաշխատեմ։ Կասեք ուր գնամ, որ հասցեով դիմեմ, ինձ էլ փող Զարդը տան։ ես չեմ թողի ցավը տանը։ Ինչ ով է, այսինքն Մատ քարտ կբացի սով 3000 կարամ դրամ։ Ով է ձեզ սպանում։ ապրեք։ Դե եթե ինձ մի բան պետք է, поклонников полно, ես ուղիղ ասում եմ, вот ինձ էսա պետք։ Кто заботится, тот и красавчик։ Просто հեշտ է։ Բա։ Просто поклонник չունեմ, էտա իմ խնդիրը։ Որտե շատ եք աշխատում, եթե Դրում շատ եմ ժողը, սաղ ուզում է ինձ պայի գրեք։ Հեշտ քիչ եմ ուտում ստամոքսս վիրահատվածը։ Շոր եմ ուզելու, մաքսիմում մի լավ, չէ, լավ շորեր եմ ուզում, այ բարդ է, լավ։ Լավ, Տինա ջան, ինձ ձեր նաստրոյը ամեն դեպքում դուր է գալիս։ Չէ, էներգիան սենց չէ, հետաքրքիր Այո, էներգիա է։ ես օրինակ ուզում եք արդեն վրես փող ծախսեք։ Մենք Նիոտ մոբիլը։ Ի պատավն է գնանք, հա։ Չէ, լավ, իսկ դուք ունեցել եք հարաբերություններ։ Այո։ Շատ։ Չէ։ Իսկ սիրահարված եղել եք։ Սիրել եք մեկին։ Այո։ Դրանից հետո հասկացա, որ ուղղակի դա sense պետքա քեզ մի քիչ պահ հերո, սա հոգա։ Հենց մի քիչ հալվում ես, всё, կորավ, ուժդ։ Այսինքն եթե դու սիրել ես, բայց ինքը չի կարացել բավարարի քո պահանջները, դու կշարքի մի նժարին սերն է, մյուս նժարին այդ տղու հնարավորություններն են քեզ Այդ պահելու։ արդեն հիմա մի 7 տարի առաջ ես չէի մտածում դրա մասին։ Դրա համար դժվում էի, իսկ հիմա հաստատ գիտեմ, որ։ Այսինքն սերը երկրորդական է, կարող է деньги։ Հա։ Օ, գիտեք, ձեր կերպարը ինձ За деньги, да. Нет, իր կերպարը ինձ իմ համար բանն է։ Այդ սարցե թագուհին է։ Չէ, բայց իր էներգետիկան ընդհանրապես Չէ, սարսափ ինքը ահա որ իրան պաշտպանական մի հատ sense վահան է դրե ու այտենց է խոսում, բայց ինձ թվում է դու եթե սիրահարվես, դա անգամ են ամենաքիչ աշխատող տղային է կսիրահարվես, թե չէ։ Մի երկու օրով կարող է, բայց հետո որ sense մի քիչ աֆեկտ անցնում է։ Այսինքն դու քո ապագա ամուսնու հետ կամ քո ընկերոջ հետ կամ սիրելի հետ դժվար ճանապարհ պատրաստ չես անցնես։ Չէ, արդեն չէ։ Բայց մտածում ես ամուսնության մասին,
Հա։ Իսկ ինչ չափանիշներ կան, բացի օրինակ ֆինանսական կողմը, որը հասկացանք Բարիություն։ կարևոր է։ Շատ։ Համ բարի լինի, համ հարուստ լինի, համ ծախսող սիրուն լինի, որ sense նայեմ յանամ։ Ես չգիտեմ մեր հետևը ով է սպասում, բայց տղեկ մարշրուտինգ վերջինը։ Այ Դավիթ, այդպես մի ասա։ Յուրաքանչյուր միտք ունի ապրելու իրավունք ու յուրաքանչյուր ու կա տղամարդ, որ իրոք կարող է եւ հենց այս ձևի հարաբերություններ է ուզում։ Որովհետեւ անկեղծ ասեմ, կանացի էներգիան այնքան ուժեղ է, ես անկեղծից հիացած եմ Իսկ մի բան ասեմ, լավ, ձեր տղամարդը ձեզ ամեն ինչով ապահովել, ես պիտի հարցնեմ, ձեր չկա։ Ամեն ինչով ապահովել է, քո ուզած տան մեջ ես ապրում, քո ուզած մեքենան ես վարում, դու իրան ինչ ես տալու։ Բացի էներգիայից, հաց կսարքես այդ տղու դեմը։ Բայց դա շատ քիչ չէ էներգիա։ Քիչ է, ես այդպես էներգիա, իզոտերիկա ու նումերոլոգիա ու գարոսկոպներ չեմ հավատում։ Причём тут это? Հա? Չէ, ինքը կուզենա զարթնի, կուզենա իմ համար, sense իրա ծաղիկն եմ։ Տոլմա սարքել, գիտես աղջիկ չէ։ Այո։ Ավշո լավ։ Պլյուսներ եմ ման գալի, տղեկ։ Նայ, բայց ինչ ես դու տենց չոր ու սերին եմ։ Թե պուշիցիկ այդ։ Փողը տան ուրախ ազարվում են փողը տան։ Ես կա բանը մարդու մի բան է։ 7 կողմը պատերազմ է։ 7 կողմը պատերազմ է, դու հենց sense է պետք է զարթում։ Բոմբա տրակում։ Ասում եմ դիտը զարթից նով յան այդ մարդը զարթվում է իրանով յանում փողը տալիս։ Դու մի ժամ շուտ ես զարթնել, որ ինքը քեզնով հիանա։ Ինչի։ Դժի կտես բանկա չէ։ Հա, չէ, մի ժամ շուտ զարթում ես ես բաներ չեմ սիրում։ Հա, всё։ Բայց ապագայի հետ կապված ինչ պլաններ ունեք, ինչ պատկերացումներ ունեք, եթե խոսենք իդեալականացված ապագայի մասին։ Ասենք 5 տարի, 3 տարի հետո ինչ եք անելու։ Ամեն օր ուզում եմ զարթնեմ ու հասկանամ, որ ես այնտեղ եմ, որտեղ պետքա լինեի։ Վանյա Ուսովիչի ստենդափը նայել եք։ Սպասում Նինա դայելը ժիծ։ Ես մարդը լրիվ Չէ, Կրիստինայի մոտ բան է, ես ոնց հասկացա, յուրաքանչյուր խոսքի մեջ ասում եք զարթնել, ինչ որ զարթելու այդ խնդիր ունեք։ Ինչ եկել եք ասեմ, ես ուզում Անցյալ կարգում անեստեզիոլոգ ա։ Ես ուզում զարթել։ Գնացեմ։ Իսկ ես ուզում եմ ամեն օր հասկանամ, որ ես շատ երջանիկ մարդ եմ, որ ոչ մի բանը ինձ Չէ, ավելի նյութականացված, հիմա կարող է այդ ռոմանտիզացիան ես փչացնում եմ, բայց իրականում ավելի ռեալիստիկ պետքա, ես իմ տեսակետն եմ ասում քավելիցին, ավելի ռեալիստիկ եթե նայենք ու նյութականացված խոսենք, մի կողմ թողնենք էներգիան, մի կողմ թողենք, չգիտեմ, ոգեշնչել եւ այլն, նյութականացված, ինչ պետքա լինի ձեր կյանքում, ինչ եք ակնկալում, բալիկներ ունենալ, որոշեք բիզնեսով զբաղվեք, կարիերա, ինչ է լինելու։ Դե ես տենց չեմ կարող ասեմ։ Բայց հաստատ գիտեմ, որ եթե իմ կողքը նենց մարդ լինի, ով որ ինձ սիրում է, ով որ գնահատում է իմ էներգիան, ամեն ինչը սենց զարթնելը։ Մեծից ֆիզիկայի դասախոսն է զարթնել, ինչ էներգիա, կինետիկ թե։ Խոսացե Կրիստինա ջան։ Ամեն ինչը ոնց որ ես ինձ պատկերացնում եմ նույն տենց ես հիմա ինչ որ իմ կյանքը կա ես հենց տենց ինձ պատկերացնում եմ ու նույն բանը հետո է լինելու ձեր սիրի դուք սիրեք ինչպիսին պետք է լինի մարդը որ դուք իրան սիրեք հասկացանք ֆինանսապես ապահովված բարի էլ ինչ հատկանիշներ պետք է կենթանի պետք է սիրի դա շատ կարևոր է Հա, դե թե բարի է, ինձ թվում է կսիրի, շունի ես իմ երեխեք կամ արծիրում է, շունի կատը չէ։ Իսկ դուք ունեք celebrity crush-եր, ում եք հավանում հայտնի մարդկանցից։ Enrique Iglesias։ Օ, էլ ես իր կոնցերտ գնացել եմ։ Ապրեք։ Շատ լավ։ Այդտենց տիպաժը պետք է։ Օ։ Մենք այսօր կանչել ենք Enrique-ին, այսօր զբաղված ենք միշտ։ Դա ամուսնացած է։ Էլ ինչ։ Էլով։ Դե տես չի ասու սենց։ Enrique-ի կողքը էլով։ Էլով, լուրջ, էլով։ Ասած Enrique, էլով։ Al Pacino, Robert De Niro։ Մեծ են իրանք, շատ մեծ են։ Enrique-ն էլ Բայց փողատեր պապիկներ են։ Չէ, նրանք вообще որ արդեն սենց պեսոկ։ 3 ֆիլմ որ կառանձնացնես։ Ես մարդկանց ֆիլմերով եմ կստացի ճանաչում։ Ինչ ֆիլմեր կառանձնացնես 3 հատ։ Красотка։ Օ։ Հասկացանք։ Շատ լավն է։ Ինձ ինքը вообще չի օգնացնում։ Ահա կարամ նայեմ։ Грязные танцы։ Օ։ Երրորդը Удивительная жизнь глазами Энцо։
մի հատ շունիկի մասին է ու դրանից հետո որ նայում ես երբեք կենթանուն ձեռ չես տա չես ջղային անավրեն ես շատ եմ սիրում կենթանուներ Դուք ասած ամպիկ ոնց որ լինեք հենց այս ամպիկ նոտայի վրա ծանոթանանք մենք մեր երկու մասնակիցների հետ եւ հասկանանք ձեր այդ ամպիկությունը ով է պատրաստ քշ ասել լավ Կամ էլ հակառակը քշ չասել ամպիկությանը գնացինք ծանոթանալու մասնակիցների հետ Մենք արդեն հասցրինք հյուրընկալել Սերգեյ Թովմասյանին, մեր առաջին մասնակցին, բարև ձեզ։ Խնդրում ներկայացեք, պատմեք ձեր մասին, ինչ եք անում, ինչով եք զբաղվում։ Ես Սերգեյ եմ Թովմասյան, 23 տարեկան մասնագիտությամբ խոհարար։ Յո Քրիստինա ուզի է ստաղում։ Շատ լավ, շատ բարի։ Հետո Սիրում եմ սպորտով զբաղվել, հատկապես չեմ բաց թողում ֆուտբոլային խաղերը։ Ռեալ թե Բարսա, շուշուտ արագ։ մի հատ կմոտնեք ես կորսետով Ես միայնակ եմ այսօր այս տաղավարում։ Քրիստինա ոչ միայն էս աղջիկը, այս տաղում Դավիթի բան սերունդներ պարտեվի իրանն էլի խնդրում։ Գելի de las noches deportiva Hala Madrid ապրեք բրավո այս կորսետս ինձ թույլ չի տալի break dance բարը բայց Ամենից անենք մինչև այս դարի վերջ Սերգեյը 10 երեխա ունի։ այո որ Փոքրիկ մադրիդիստան է։ Բայց կարող է բանան ըմբոստանան papayin։ եւ դառնա Գա մեկը ես կապտաները գույները։ Չէ, թողենք եթե Անգլիայի կողմ։ ֆիգուն Լավ, մի հատ հարց, որ ուժեղ հումորը ինտելեկտուալ չգնահատեցի դառնա ֆիգուն ես հասկացա։ բայց չգնահատեցի Լուիշ ֆիգուն, որը իր Եվ նրանք հարված են։ այո Լավ, մի հատ հարց Սերգեյ, երբ որ քո երեխա, պատկերացրու երեխա ունես, 5-6 տարեկան գալիս ասում պապա ճիշտ է որ Մեսին լավագույն ֆուտբոլիստն է բոլոր ժամանակներում, ինչ պետք է ասես։ Դի բացատրեմ որ երկուսն էլ լավն են եղել։ Բոլոր ժամանակներում եղել Դա են մենք դա Կրիստիանո հիմա եւ չենք Մեսի։ քննարկում որովհետեւ Կրիստինա մամայի հետ, մամա Կրիստինա մաման։ Լավ, Սերգեյ ջան, դուք եկեք ասես պոզիտիվ սկսես, դուք է մերոնք հականենք, ձեզ միանգամից այս հեշտ հարցեր տամ։ 4 Քննական հեշտ հարցեր, բոլորը պրիմիտիվ պատասխանները հեշտ։ Ասես արտակինը մի կողմ, ի՞նչն է քեզ գրավում կնոջ ներսում։ Որ կինը ազատ լինի շփման մեջ, խորշիդոտներ չլինի ինչ-որ հարցում, սիրի կյանքով լեցուն ապրել։ Հələ որ իդեալական է սա։ Խանդոտ եք բնավորությամբ եւ եթե փորձեք սահմանափակել կնոջը, ինչի հետ կապված կլինեն սահմանափակումները, առաջին բաները, որոնք գալիս են ձեր մտքում։ Սահմանափակումներ չեն լինի, կփորձենք իրար հետ քննարկելով, ինչ-որ իմ հայացողության դեմ կլինի, իրար հետ հասկանանք, խնդիրները լուծենք։ Իսկ օրինակ ո՞րն է ձեր հայացողություններին դեմը։ Օրինակ այն, որ ինքը ցանկանա ինչ-որ վայրում աշխատի, ես դրան դեմ լինեմ, կփորձենք այնպես անել, որ երկուսով էլ համատեղ ենք, այնպես տեղ լինի, որ ինքը ցանկանա աշխատի։ Վայրեր, որին դեմ եք դուք։ Ակումբներ հաճախ են, առանց ինձ։ Այնպես տեղ գնալ, որ տղամարդիկ ավելի շատ են լինում, քան կանայք, բացի աշխատանքի վայրից։ Ինչով կզարմացնես, օրինակ դեյթի եք, ձեր տանն եք, հույսամ դու պենթհաուսում ես ապրում 32-րդ հարգի, ունես տեն շատ սիրում շիկարնի կուխնյա, ունդեղ ինչ-որ բան պետք է պատրաստես, որ Մոնիկա Բելուչիին զարմացնես, ինչ Ինչ Մոնիկա Բելուչի, Քրիստինա Բելուչիին պետք է զարմացնես, ինչ կպատրաստես։ Այնպիսի պիցա կպատրաստեմ, որ նա փորձած չլինի։ Ինչպիսի պինցա է դա։ Դա իմ Ինչ-որ ոչ մի բանով, պրոստը չի պատրաստում։ Հումորի կերպոքնիկ։ Ես ունեմ մտահաղացումներ, այնպիսի ոլորտում եմ աշխատել, որ տարբեր ոլորտներում եղել է, թե ասած արագ սննդից, թե ռեստորանային ոլորտից։ Ես ունեմ այնպիսի խմոր պատրաստած, որ բոլորը ուտում են համիշ են Օ, կշտանում։ բայց խնդրեմ Իսկ ես դատարկ ձեռով եք, մի օր մեզ հյուրասիրի։ Քանքից չկա։ Բայց ես տղաս մոտորոշ հարց ծայքեց։ Նինան է արդեն ուզում Սերգեյի համարը վեր։ Չէ, հələ որ չէ, որովհետև ակումբ այցելել բան ինչ որ Հա, դրան մենք դեռ կանդրադառնա։ Ստենդափ ակումբը ինձ թվում է դրա մեջ չի մտնում։ Բայց ես սիրում եմ փաբեր գնալ։ Փաբը դրա մեջ չի մտնում։ Չէ, Փաբերը գնալ, հա։ Եթե իմ հետ հա։ Չէ, քո չէ։ Ակումբների հարցին մենք դեռ կանդրադառնանք, խոսենք տանը պատրաստելուց, տանը միշտ դուք եք պատրաստելու, կինն է պատրաստելու, ոնց եք այդ հարցը լուծելու, որովհետև խոհարարին քիմքը դժվար է բավարարել, այսպես ասած, գոհացնել, այո։ Պետք է մենք այնպես անենք, կազմակերպենք, որ երկուսս էլ հավասար պատրաստենք։
երբ որ ես տանը լինեմ, ես պատրաստ եմ։ Բայց շատ խիստ կլինեք իր պատրաստածի նկատմամբ, շուտ դեգուստացիա անելու։ Ես իմ բոլորի հանդեպ խիստ եմ, եթե դա վերաբերում է սնունդին, Օ։ հանրը լավ խոհարարը, նաև լավ բժիշկ է։ Բայց օրինակ ես իրան հասկանում եմ ինչու։ Եթե օրինակ մեկը քո մասնագիտությունը լրագրողական փինաչիություն անի, չես ջղայնանա։ Օրինակ Զարան ամուսնան մարդը ինտերվյու անի, դու ես սխալ անի։ Հարևանների ինտերվյու անի։ Կամ ուրոլոգ Դավիթ, չես ջղայնանա, որ կինդ գա, սկսի օպերացիաներ անել սխալ։ Դրա համար ինքը բանկում աշխատում։ Ուզում ասեմ, ես մարդու աշխարհի չանեք, որ իմ Բայց երբեմն հրաշալի է, երբ որ տղամարդու համար ինչ որ սերը ներդնելով համեղ բան ես պատրաստում եւ ինքը գոհ է լինում։ Իսկ որ ինքը ավելի լավ պատրաստի, քան դու Միայն ուրախ կլինեմ դրա համար։ ուտես ասես, «Ոու, ես չեմ կարող սենց պատրաստել»։ մի քիչ ինտրիգային հարց տամ էլի Սերգեյ, եթե դեմ չեք։ Սերգեյ ջան, դու գնում ես աղջկա հետ հանդիպման օրինակ, այդ ինչ պետք է անի այդ աղջիկը, որ մի անգամից ասես, չէ, ինքը իմ մաստի չի, ես չեմ ուզում իր հետ շփթեմ։ Մենք պիտի ընդհանուր իրար հետ խոսանք, որ ես հասկանամ ինքը առաջին հերթին ով է։ Չէ, ինչ առաջին հենց գիծը բնավորության, որ ասես հասկանաս, որ քոնը չի։ Եթե ինքը չխոսա, իր մասին չբացահայտի, բարձր որ հասկանա իմը չի, որովհետև ես շատ եմ սիրում մարդկանց հետ խոսալ։ Իսկ եթե մենակ իր մասին խոսա, օրինակ դու ասես, գիտես, ես մեքենա եմ վարում, ասի, հա, ես էլ եմ մեքենա վարում, սկսում շարունակի իրանից խոսալ։ Այդ ես եմ այդ մարդը։ Ես ահավոր։ Ես միայն ուրախ կլինեմ դրա համար։ Հա։ Մենակ իրանից խոսա։ Դե լավ, բայց դա արդեն ես Արդեն դա զրուցակից է գալիս, այսինքն ինձնից։ Չէ, զրուցակից չի, դու մոնո ներկայացման ես Դու փոխընտրից ես խոսում, օրինակ, ինքը էլի ասում է, բա գիտես, իմ մոտ սենց Մս ծունգս ցավում, ասես imն է, ոյ imն էլ է ցավում։ հացի ծունկը էս մասնա ցավում։ Ես կփորձեմ այնպես անել, որ ես կարող եմ խոսալ, որ իրար հետ հաճելի լինի ավելի։ Սերգեյ ջան, դու առաջնային աղջկա ինչին ես ուշադրություն դարձնում։ Բնավորությունը։ Բայց առաջինը հնարավոր է բնավորությանը ուշադրություն դարձնել։ Եթե ես ինչ-որ մեկի հետ ծանոթանամ, Ես մասկիներին։ առաջին հերթին ես նրա բնավորության հետ եմ, քանի որ պիտի իմանամ ուման նոր մոտենամ։ Կներեք, այսինքն ոնց եք հասկանալու ով է, օրինակ մի հատ աղջիկ շատ գեղեցիկ կանգնած է, ոնց եք հասկանալու։ Ես մարդու դեմքից արդեն իրեն հասկանում եմ, քանի որ ես երկրորդ մասնագիտությամբ իրավաբանել եմ։ Փորձը ցույց է տվել, որ մարդու ինչ կհասկանաք։ շատ խառը մարդ է։ Ընդհանրապես Նինան ընդհանրապես խառը մարդ չի, որպես Նինայի հետ շփման փորձառություն։ Ինչ առումով խառը։ Շատ པարզ մարդ է։ Դե միշտ ազատ եք լինում, անընդհատ ինչ-որ բանի շարժի մեջ եք ուզում լինեք, չեք ուզում ինչ-որ մի տեղ մնաք։ Ես տենց հասկացա։ Չէ, երևի։ Հիմա հավատա ինքը ուզում է տան դիվանի TikTok-ներ։ Ես էլ այնքան հանգիստ եմ, լավ, օքեյ։ Բայց նախկին հարաբերություններից չխոսեցինք, չէ՞, նախկին հարաբերություններից խոսեցինք։ Շատ եմ ունեցել նախկին հարաբերություններ, նաև եղել է որ ամուսնացած եւ ամուսնա լուսված կին է եղել իմ կյանքում։ Բայց ինչի նույնիսկ։ Ձևակերպում ոստիս սխալեր եւ դիտարկում արեցինք։ Եղել են կանայք, որոնց հետ շփվել եք եւ ամենաերկար հարաբերությունը որ եղել է 1 տարի։ Հիմա լավ ընկերներ ենք իրար հետ, բայց ինչ որ խնդիրների պատճառով մենք հիմա իրար չենք շփվում։ Ինչ խնդիր է, անձնական թե։ Չէ, մենք իրար հետ հասկացանք, որ մենք իրար համար նախատեսված չենք, բայց հիմա լավ ընկերներ ենք իրար հետ։ Բայց որ ասացիք շատ հարաբերություններ եմ ունեցել, բոլոր հարաբերությունները հետ շատ որ ունեցել եք հիմնականում տարել են ավելի լուրջ հարաբերություններ, ինչ որ մի բան եղել է չի ստացվել, թե ինչ որ ժամանակ անցկացնելու մարդիկ են եղել։ Նաև եղել է ժամանակ անցկացնելու մարդիկ եւ եղել են որ ժամանակ անցկացնելու որ իսկականից հավանել են։ Իսկ լուրջ հարաբերություններ, քանի հոգի եք, քանի 3 հոգի են եղել։ Բայց ժամանակ անցկացնել, այսինքն այդ մարդն էլ ձեր հետ է ժամանակ։ Այո, իրար հետ գնացել ենք սպորտային միջոցառումների, կինոթատրոն։ Դրանք հաշվում ենք որպես հարաբերություն։ Էլուր եք գնացել, շատ էլ ես էլուր եք գնացել։ Այնպես է որ շփվել ենք իրար հետ, բայց երկուսից մոտ է լուրջ հարաբերությունների միջ չի եղել։ Իսկ լուրջ հարաբերություն ասելով ինչ ես հասկանում։ Հարց միշտ ունեցա ուզում։ Լուրջ հարաբերություններ, որ միջև վերջ դառնա ամուսնություն, ընտանիք ստեղծել։ Այդ ամուսնություն ասեմ, որ անլուրջ հարաբերություն։ Դե հիմա այդ ֆորմալ խորանալով կարող է տենց լինի, բայց ֆորմալ է դա։ Բայց դա նորմալ չի, երբ որ մարդու ամուսնանալուց առաջ օրինակ ես ամուսնացել եմ հարսանիքի օրվանից ենք նոր սկսել կնոջս հետ իրար հետ ապրել մի տան մեջ։ Բայց օրինակ դու կուզեիր մարդու հետ ապրեիր, հետո նոր ամուսնաներ։
Դենց ավելի լավ կլինի, եթե իրար հետ համաձայնված լինենք, բայց քանի որ մենք հայ ենք եւ քրիստոնյա ազգ ենք, Բայց դա կներեք, որ չասեմ կմեռնեմ։ Ախր դա հայի ու քրիստոնյայի հետ ինչ կապ ունի։ Ինչապես առեմտես։ Չէ, բայց համաձայն չի։ Դա կարող ասեք դա իմ տեսակետն է, բայց դա ոչ քրիստոնեության հետ կապ ունի, ոչ։ Մանավանդ դեպքում բրազիլացիք են քրիստոնյա, բայց իրանք մի քիչ կյանքանաբար ոչ թե հայ ենք ու քրիստոնյայի մասով, այ մեր մենտալիտետի մեջ դա նստած է։ Ոչ բոլորի։ Մեր հավաքական Մեծամասնության մեջ դա է։ Օրինակի մեջ դա նստած է։ Իր մեջ նստած է երկու հոգի դառնանք արդեն այս մեծ տաղավորում։ Նստած է ձեր մեջ, չէ՞։ Եթե հնարավորություն կա, մարդիկ ցանկալի է կենցաղ կիսեն, հետո նոր Հա, բայց որ ինքը ասեց հայ ենք ու քրիստոնյա, բայց ինքը նկատի ուներ երևի մենտալիտետի մասով, որտեվ Հայաստանում որ դա սխալ նկատառում է։ Okay, համաձայն եմ ասացիդ հետ։ Ինչևէ, շատ հետաքրքիր էր այս բանավեճը։ Մենք Սերգեյին ինչ որ ձևով հասկացանք, բայց ես միշտ սպասում եմ ժամադրությունների փուլին, որտեվ տղաները ավելի փոխվում են ժամանակը։ Այո, լրիվ ուրիշ մարդիկ են։ Հիմա sense նայի ռոզովի շորերով է գալու։ Կատակ։ Ինչևիցե շատ հետաքրքիր թեմա է բանավեճի համար, բայց սա բանավեճ չէ, dating show է, դրա համար Սերգեյին ճանապարհենք եւ դիմավորենք մեր հաջորդ մասնակցին, տեսնենք թե նա ինչ ինտրիգային բաներ մեզ կասի։ Այսպիսի շատ հետաքրքիր նոստալգիկ հոտ է գալիս այս տաղավարից, որովհետև մեզ հյուր է եկել Հայկը, բարև Հայկ։ Հայկը մեր մոտ մի անգամ եկել էր մասնակից, ավելին ասեմ, իրան ընտրել էր աղջիկը, բայց չգիտենք Հայկը իրեն ընտրել է թե չէ, նենց որ բարև Հայկ, նորից ներկայացի, ունես մի հատ պատմի ոնց է եկել ես եւ ինչու չստացվեց այն աղջկա հետ ձեր կյանքը։ Բարև ձեզ, Հայկ Ավետիսյան։ Տեսեք, նկարահանումից հետո մենք շարունակեցինք շփումը, բայց հետո հասկացանք, որ իրար չենք համապատասխանում, հիմա նորից եկել եմ հնարավորություն ստանում ձեզանից։ Ձեզ ուզում եմ ասեմ, որ Աստված երրորդություն է սիրում, գնացեք երրորդ Չէ, բայց քանի որ մենք արդեն Հայկի հետ զրուցելու փորձառություն ունենք, հարցեր տվել ենք, եկեք թող Դավիթը հարցեր տա։ Մայստրո ձեր հետ հերթն է։ Ինչ գտեր ունենք։ Իմ ստանդարտ օրը տենց է սկսում ավարտվում է։ Հայկ իսկ քո առաջի հարաբերություններն են հաղորդումից հետո որ ստեղծվել էր։ Չհասկացա։ Կյանքում առաջի անգամ էր քո մոտ հարաբերություններ ինչ-որ մարդու հետ։ Okay, իսկ այդ հարաբերությունները ավարտից հետո էլի փորձեր եղել են։ Չէ, հիմնականում քաշել ես։ տրամադրվել է հենց աշխատանքի վրա, լրիվ ուրիշ ոլորտ եմ մտել, լրիվ ուրիշ։ Իսկ ինչ ես աշխատում։ Դե այն ժամանակ ֆիթնես մարզիչ էի, այստեղ եմ ներկայացել որպես ֆիթնես մարզիչ, հիմա կենտրոնացել եմ բիզնեսի վրա, տենց էլ հիմնականում։ Հաջորդը օթաչու է գալու որպես։ Իսկ հիմա քո մեջ ինչ որ բան փոխվել է, անցյալ ես անցյալ աղջկան չեմ տեսա, հաղորդումներ չեմ նայել։ Հա։ Դե դու գիտեք ես ոչ մի հատ բաց չեմ թողել։ Հենց այդ մեկը բաց էի թողել։ Քո մեջ փոխվեց կնոջ մասին պատկերացումները, թե ինքը ինչպեսին պետքա լինի նախորդ մեր։ Այո, բնականաբար, ես կոնկրետ հարցեր ունեմ այսօրվա մեր մասնակցին, որ ես կոնկրետ հասկանամ արժի շարունակել շփումը, թե ոչ, որովհետև ոնց հասկանում եմ կյանքի փորձի հիման վրա եմ ասում, այդ հիմնական խնդիրներն են, այդ հիմնական հարցերի շուրջ պետք է առաջինը քննարկենք, նոր հետո հասկանանք արժի շարունակել թե չէ։ Բայց ինչ տվեց հաղորդումը քեզ, ինձ շատ հետաքրքիր է, ինչ տվեց։ Դե տեսեք, պասիվ խոսակցություններ այդ ժամանակ ես էլ ձեզ խնդրեցի, որ հաղորդման շրջանակներից դու շարունակենք, որտեվ Տաթևը մի քիչ կաշկանդվում էր կամերայի առաջ խոսալ, բայց հաղորդման շրջանակներից դու շփվեցինք, ճանաչեցինք, բայց ճակերտերը չբացեմ, միշտ նա պատճառ եղել, որ ոչ մեկիս անհարմարության մեջ չդնեմ, զուտ Ինձ հետաքրքիր է հաղորդումը ինչ տվեց, կարող ոչ ոք չի տվել ընդհանրապես։ Տալ նկատի ունեք ուրիշ հնարավորություններ ինչ-որ մարդկանց նկատմամբ, թե գուցե մեր խորհուրդները օգնեցին ինչ-որ հարցում։ Ուզում ասի ապրեզավաջան։ Ինչ խորհուրդ տվել եք կոնկրետ ես այդ խորհուրդը ընդունել եմ ու հաստատ այդ նույն ձևը ես միշտ մտածել եմ, նա չի փոփոխություն եղել ձեր խորհուրդներից, այդ ես տենց եմ հիշում եմ, որ Հայկը միշտ կանաչ քարտ է եղել։ Հա, ես էլ եմ։ Կանաչ էր ինքը, հա, ինքը կանաչ էր։ Դոնը չէր։ Դոնը չէ։ Հայկ, հիմա կաշկանդված ես ինչ որ։ Չէ։ Ինչ որ լարվածություն եմ ձենիդ մեր զգում դրա համար։ Իսկ դու ինչ կարաս տաս մեր աղջկան։ Մեր Քրիստինեին ինչ կարաս տաս։ Չէ, ինքը եկա լավ կլինի այդ զրույցը իր հետ ունենամ ու ես իր հետ կոնկրետ կխոսամ, եթե կարելի է։ Okay,
այն որ բաբան աները հարցնում է, ինչ ես քշում։ Չես ասա։ Թեշակը ինչ Ինչ է, ինչ եկամուտ ունես բալը։ Հայկ ջան, բայց մի հատ ես մոռացել եմ այս հատվածը։ Առաջին հարցին հարցել են նարդի խաղալ գիտես, ասել եմ չէ։ The red flag-էր։ Դե ամուսնացել ենք։ Աղջիկս ավելի շատ, կինս ավելի շատ խոսքի իրավունք ուներ այդ բարագայում, բայց հա, իմ առաջի հարցը դա է, նարդի խաղալ գիտես։ Իսկ բլոտ խաղալ գիտես։ Ես մեծ սիրով սիրում եմ շատ, կարանք ինձ հիմա խաղամ։ Դու չես Ես խաղում։ չգիտեմ, բայց Հայկ ջան, բլոտ խաղալ գիտեք։ Այո, եկե։ Մի հոգիով կապառնստեք։ Ես հիշում եմ, որ Հայկի դուրը շատ էր եկել Նարին։ Նարին քեզ դուր էր եկել։ Նարեն ինձ է դուր եկել, ես չեմ ասում։ Նարին եմ ես դուր եկել։ Դունա։ Դե ուրախացա։ Ես ինչ Չէ, եմ բայց անում դու Նարի հետ դեյթ տվեցի, շատ հետաքրքիր դեյթ ունեի։ Ես մտածեցի, քո դուրը Նարին գալիս է։ Չէ, թե դուր գար մի անգամից կասեի Տաթև ջան տեղը զիջիր Նարին։ Հաստատ։ Բայց մի անգամից պատրաստ ես դիմացի աղջկան այդպես նեղացնես։ Օրինակ եթե շատ վիրավորական բան։ Ճիշտ խոսալը, եթե պետքա նեղվի, Ես ասած պետք է նեղվի, ուրեմն Ճիշտը միշտ չի որ պետք է ասես։ բոլորս հիմա հասուն մարդիկ ենք ու եկել ենք ստեղ կոնկրետ։ Մի հատ ես քեզ տեղ բան ասեմ, անկեղծ ասեմ, Հայկ ջան, դու չի գայմ ասածը։ Ես որպես արդեն ասում եմ, ես որպես բժիշկ ասեմ էդի։ Հասուն մարդ չի նշանակում հույզեր, էմոցիաներ կամ նեղած կոտություն չունեցող։ Ու բոլորի հետ պետք է ընտրել բառեր ու բոլորի հանդեպ պետք է ընտրել տակտիկա, որովհետև սաղ մարդիկ հույզեր ունեն։ Պրոստը ինչ որ մարդ դա կարա արտահայտի, ինչ որ մարդ կարա դա ջղայնանա արտահայտի նեղանալացի։ Մյուս մարդը այդ իր համար դառնա կյանքին ինձ տրավմա, որի տակից ինքը մեզ հիվանդներ ունեմ, անուններ չեմ տալիս իհարկե, հիվանդներ, այդպես հավաքական կերպարում, մարդիկ ու մի հատ այսենց անզգույշ խոսքը, օրինակ որ Իրան դասարանում չեն ընտրել տարվա լավագույն ամենագեղեցիկ տղա կամ չգիտեմ ինչ որ այդպես բաներից հետո իրանց մոտ այնց կոմպլեքսներ է զարգացել, այսօր իրանք չեն կարողանում հարաբերություններ։ Բայց մի հատ կարծրատիպ կա, որ տղաների մոտ է էմոցիոնալ, որպես մասնագետ էլ ինձ թվում է կփաստեք, որ շատ դեպքերում տղաների մոտ առողջական խնդիրներ կարող են առաջանալ ինչ որ բարդությունների հետևանքով, որոնք Դե դրանից է խոսում։ Տեսեք, կներեք էլի, մարդկանց կյանքի փորձի հիման վրա էլ եմ ասում, ոչ թե միայն իմ, այլ բոլորի, որ ճշմարտությունը միշտ հնարավորություն է տալի, որ դեպի լավը նայես ու ամեն ինչ։ Չէ, դու ստեղ նայես, ստեղ կներես, օքեյ, որ մենք շարունակում ենք, բայց ես բան ասեմ։ Երկու կին են, մեկը քո ճաշակով է, մյուսը չէ, դու մեկին ասես տեղը ձիչի, որտեվ դու իմ ճաշակով չես, իմ ջեմ, մի քիչ չէ։ Հա, դա ինչ կոպիտ է։ Դե տեսեք, հիմա հաղորդում ենք, չէ՞, հաղորդում եք, չէ՞, վարում օրինակի համար։ Հաղորդման շրջանակներում բնականաբար ես ինձ թույլ չեմ տա, որտեվ դա հանրայնացում է այդ ամեն ինչը, բայց եթե հաղորդման շրջանակներից դուրս ես իր հետ կոնկրետ պետքա խոսամ, ես բերամոք ասեմ, օրինակ ինձ էսի շվանը դուր չի եկել, դրա համար ես չեմ շարունակում քո այդ շփումը։ Էդի ես հումորի տվեցի, ավելի կորեկտ։ Այսօր վանը, այս նոր որ Նարի հետ կապված ասացի, դա հումորի ժանրից է, նես ես կոնկրետ ասում եմ տենց պետքա անեի, էլի բնականաբար Ռեալ թե Բարսելոնա։ Բարսելոնա։ Ու Քրիստիան ջան, այն մի տեղ ունեն։ Ոնց կարելի է Բարսելոնան։ Ռեալ այս տարի թիմ չի։ Այս տարի էլ, անցյալ տարի էլ, բայց դա հետ կապ չունի, ինքը մեկ ավելի լավ։ Խնդրեմ, արի մենք 15, ասենք ես 15 պրոստը սուս մնա։ 15 այս տարի 15 հալա։ 16 կլինեն կարող է ես։ Շատ շնորհակալ ենք։ Հիմա առաջարկում, եթե հարցեր չկան, գնանք դուք էլ մենք էլ պատրաստվենք ժամադրության, որովհետև այսպիսի կազմով դուք ինձ թվում է կյանքում էլ ժամադրության չեք։ Սա էլ կլասիկոյի լեգենդերի խաղ է։ Շնորհակալություն։ Մեր տաղավարում էներգետիկ փոթորիկ է, որովհետև էներգիան է նստած եւ Սերգեյը։ Հիմա տեսնենք իրենց ժամադրությունը ինչպես կանցնի։ Եվ խոհարար Սերգեյը։ Եվ խոհարար Սերգեյը։ Բարև ձեզ, խնդրեմ ձեր անունը ասեք, ձեր մասին պատմեք։ Բարև ձեզ, Ծինա։ Իմ անունը Սերգեյ է, իսկ ինչով ես սիրում զբաղվել առօրյայում։ Ես Ես սիրում եմ զբաղվել երաժշտություն լսեմ, գիրք լսեմ, կարդամ, մանգամ իմ շունիկի հետ։ Այսինքն դուք կենդանասեր եք։ Շատ։ Ես ունեմ նույնպես կենդանիներ սիրում, անգամ տանը ձուկ եմ պահում, ձուկ եւ կեջա։ Չէ, տենց սներին։ Բայց կենդանիներին գտնում։ Չէ, շունիկ եմ պահում, Ջեք Ռասել տերիեր։ Շատ ես խնամում նրան, շատ ես նրա մասին հոգ տանում։ Շատ։ Այսինքն կենդանասեր ես, դա շատ լավ է։ Մարդ այդքան չեմ սիրում։ Բնության մեջ շատ ես հաճախ լինում։ Շատ։ Շրջագայությունների։ Այո։
Շատ լավ է։ Ինչի մասին կուզես շատ է խոսենք մենք։ Ձեր մասին պատմեք։ Իմ Ձեր մասին։ նպատակները։ Իմ նպատակները այն են, որ ունենամ լավ ամուր ընտանիք, որպեսզի բաժանություններ չլինի։ Դա ինձ է կախված, քանի որ իմ աշխատելա ոճով, իմ աշխատանքով պիտի ես այնպես անեմ, որ ամուր ընտանիք ունենամ, որ իմ կինը ինչ-որ բանի մասին չմտածի։ Բայց որտեղ եք աշխատում։ Ես մասնագիտությամբ խոհարար եմ, երկար տարիների փորձ ունեմ խոհարարական ոլորտում։ Դա նշանակում է, որ տունը ձեր կինը չի ճաշ պատրաստելու։ Մենք պետք է երկուսով պատրաստենք, քանի որ ես ոչ հաճախ եմ տանը լինելու, իսկ տղամարդուն պետք է սնվել։ Կոնկրետ ով պետք է սնվել։ Դե որ ասում մենակ դու ես պատրաստելու։ Կնոջ իրար զարթնել է։ Բայց քեզ մի քիչ գաղտնիք բացեք, Տինաս հիմա ուղակի զարթնել։ Ես հարցրեցի, որտեղ աշխատում, որտեղ եք ապրում, ում հետ եք Ես ապրում։ ապրում եմ կենտրոնում, Շատ լավ է։ ապրում եմ ընտանիքիս անդամների հետ։ Դա շատ վատ է։ Դու չես սիրում ընտանիքի անդամների հետ ապրել։ Չէ։ Ես ամուսնությունից հետո իմ ընտանիքի անդամների հետ չեմ ապրելու, ես իմ կնոջ հետ եմ ապրել ամուսնությունից հետո։ Դա լավ է։ Ես միշտ այնպես։ Բայց ո՞նց եք ուզում շփվեք, եթե ապրում եք ընտանիքի հետ։ Սենց ազատ գնան։ Դա բնական ման է, Դուք կարող է լինել։ չեք ուզում այդ ձեր տամուսանը պետք է տարիք կապը։ Ես չէ, ուղղակի Դե դե կամ։ դե ինձ թվում է տղամարդ պետք է առանձին ապրի, ինքը իրան կարենա ճաշ սարքի, շոր լվա ու նոր հետո դրանից հետո ամուսնանա մտածի, որ կարամ առանձնանամ ընտանիք պահեմ։ Ոչ թե երբ որ մաման ճաշիկը տալիս է, հետո տեղափոխվում է ուրիշ տունիկ, կինն է ճաշիկը տալիս։ Ես չեմ մտածում, քանի որ դա ընտանիք է, բոլորս մեկը ամեն ինչի համար անելու ենք, որ լավ լինի։ Եթե ես հիմա իմ ընտանիքից առանձին ապրեմ, ես կլինեմ առանձին մարդ։ Դա շատ լավ է, չէ՞։ Շատ լավ է, հա, բայց դա արդեն կնոջ հետ դա պիտի լինի, որ առանձին ապրենք, որպեսզի իրար ավելի լավ հասկանենք։ Հասկացա։ Ես կարամ մի հատ այս կետը քննարկենք, որովհետև ես արդարության կողմնակից եմ, եթե նման միտք արտահայտեր տղան, մենք կոպիտ ասած իր դեմքին կթռնենք, կասենք, չի կարելի այդպեսի միտք արտահայտել, դուք ասենք, ձեր միտքն է, օքեյ, բայց դրա համար ես թույլ տամ ինձ իրավունք, դուք որ ասացիք տղան ճաշիկը մաման սարքի ճաշիկը բան, իմ համար դա ձեր կարծիքն է, օքեյ, բայց իմ համար մի քիչ սենց Կներես միտքը ոնց որ ձեր տեսակետն է։ Ճիշտ է, բայց դուք ինձ հեգնանքով ասացիք, որովհետև շատ նորմալ է, որ տղան ապրում է իր ծնողների հետ, իր մաման իր համար ուտելիք է պատրաստում, այդ ահավոր նորմալ երևույթ է, ճաշիկ, մաշիկ բանը իմ համար միտքից ինձ շատ հեգնական էր, դրա համար կներես։ Okay։ Էներգիայով չասպանես ինձ էլի։ Կոմունիստական ֆլագը։ Հա չէ, իմ համար այդ միտքը ոնց որ շատ սարկազմով էր, ես ոնց որ չընդունեմ, ուղղակի որ եթե տղան տենց բան ասեր, մենք հաստատ կասեինք, ասենք, վայ, red flag, հանուն արդարության։ Ծինային։ Բայց red flag-ը ինչ եղավ։ Всё։ Դու սպորտով սիրում ես զբաղվել։ Այո։ Ինչ սպորտ ես դիտում կամ ինչ սպորտ է։ Ժիմ։ Հանդիպումների ես գնում, նայելու։ Ինչ հանդիպում։ Սպորտային։ Հա, ես ունեմ մարզիչ։ Ինչ ֆուտբոլը հաճախում ես նայելու։ Չէ։ Ուրիշ ինչ նախասիրություն։ Ես ալկոգոլ չեմ ընդունում, սիգարետ չեմ ընդունում։ Ես չեմ սիրում այդ հոտերը, չեմ սիրում, որ խմում են, չեմ սիրում, որ հույր են շատ գալիս, սենց սաղովի խմում, նստեմ, բարձր։ Ես սիրում եմ սենց հանգիստ։ Դուք սիրում եք երկրներ ճամփորդել, օրինակ ձեզ համ։ Շատ։ Օրինակ ձեզ համար ոնց նորմալ կլինի ձեր ամուսինը անընդհատ աշխատանքի բերումով շրջագայություններ լինի, ու դուք մենակ միայն եք։ Ինչքան ժամանակով։ 10 օր, մի շաբաթ։ Դա օքեյ է։ Դուք դրան նորմալ եք։ Դա լավ է, ինձ թվում է։ Իսկ ոնց եք նայում, որ ամուսինը իր ընկերների հետ հաճախակի գնա ինչ-որ միջոցառումների։ Բայց մի հատ Տանուկիսը շրջում աշխարհ կեսանգելից։ Սերգեյին մի հատ կարմիր դրոշակ, չեմ տալիս Տինային կարմիր դրոշակ, որովհետև Նինան տվեց։ Սերգեյը իր անձնական սահմանները չի պահում։ Շատ կարևոր է անձնական սահմանները պահել, եւ այդ պահին ասել, ինձ դուր չեկավ ձեր հեգնական տոնը, կապված իմ սոցիալական կարգավիճակի հետ կապված։ Այսինքն կարևոր է անձնական սահմանները պահել եւ ասել, ոնց որ Նինան եւ ես փորձեցինք այստեղից արձագանքել։ Դուք շատ բարի, չասեմ բարի,
մի տեսակ չեմ հասկանում։ Ձեր անձնական սահմանները փորձեք պահել։ Բայց Զարա քեզ է կարմիր քարտ։ Ինչի՞։ Հիմա այս մարդը այնքան բարի բան մարդ է։ Բա ինձանից ստանա կարմիր դրոշակ, որ հաջորդ անգամ իր սահմանները պահի եւ ասի չփորձվես հետեգնական։ Բայ դուք հիմա դու էլ հեգնական խոսացի։ Չէ, իր ասացի համար։ Բայց Սերգեյ ջան, նենցա դա շնորհքի դրսևորում էր ինձ համար ավելի շուտ։ Ինչը։ Ոչ, շատ կարևոր է որ հաջորդ անգամ ժամադրության ժամանակ ավելի երիտասարդության կարամ երկու հարց տամ։ Այո։ Ծինա, քեզ դուր է գալիս Սերգեյը որպես տղամարդ եւ դու պատկերացնես քեզ իր կողքին։ Ինձ թվում է ինքը շատ պուջուրիկ է իմ համար։ Ինձ թվում է ես Ղոյզի։ Ինքը տղամարդացել է Չէ, ինքը իմ համար եկա։ Սարթում։ Աշխատող։ Չգիտեմ, ես չեմ պատկերացնում։ Դուք ասած շատ պուճակա է, բայց եկա տղամարդ ասենք, հասուն, կրթված, կարդացած։ Շատ խելոք է։ Ով։ Որ սեղանը շուտ հենց իմաստ է։ որ դες սահմանները պահած լինեք։ Դա առաջին ժամադրությունն է։ Այ Սերգեյ, Հանգիստ, ակուրատնի։ Չէ, պետք չէ։ Չէ, իրականում լավ է որ հանգիստ եւ ակուրատնի եք։ Ուղղակի ոնց որ տեղեկած ժամանակ արժի։ Ես կարամ մի հատ բան թույլ տամ ինձ։ Ես Սերգեյին հրավիրում եմ մեր ուրիշ հաղորդման որպես հյուր։ Այս անգամ կգան երկու աղջիկ կպայքարեն ձեր սիրո համար, որպեսզի դուք ձեզ ավելի ցենց դրսևորեք, որտեղ ես հասկանում եմ դուք ուղակի ծինան էներգիա է, չեք կարող պայքարել էներգիայի դեմ, դրա համար Բայց կարող են իրար փոխ լրացնել մեկ էներգիա։ բայց չի ծինան չի հավանում։ Հա, չես հավանում։ Ինձ թվում է ինքը պատրաստ չի։ Դու ինքն եք ես չի հավանում, ինքը ռեալի ֆան է։ Ես որպես ռեալի ֆանատ, ես մեր մադրիդիստան ես Մադրիդիստա։ Մերսի շատ, չեմ լքում, նենց որ դու կգաս մեր ուրիշ հաղորդմանը, իսկ մենք արագ անցնենք երկրորդ մեր ժամադրությանը, տեսնենք մեր էներգիան ում է ընտրելու։ Երեք հենց հիմա շատ բուրըն կրքեր է մեր մոտ, մենք հենց մեր մասնակիցները նստեցին իրար դեմ, ոնց որ մենք հասկացանք, որ իրենք երևի իրար ճանաչում են, հետաքրքիր է տեսնենք ինչ է դառնում։ Ճանաչում եք իրար։ Բայց Չէ։ Yeah։ Բայց Այսինքն ինչ որ առաջի դեյթը չի ժողովուրդ։ Բայց ինչ որ էներգետիկա զգացվեց իրականում ու եթե գաղտնիք չի կարող եք փակագծերը բացել, բայց եթե գաղտնիք եք հավատացեք։ Չէ, ընդհանրապես չենք ճանաչում իրար։ Պրոստը հավանեցիք առաջի հայացքից դրա համար դա իրար բանն է։ Լարվեցիք։ Դե հետաքրքիր է, էլի ուզում եմ բացահայտեմ Հայկ անունս, ձեր անունը ինչպես է, Թինա։ Հաճելի է շատ։ Հենց Թինա թե ուրիշ ձև եք արտահայտում բանը, հա։ Որտեվ աղջիկներ կան։ Ես զգացի դա սուտա եւ վերջ։ Ես ինքը Կրիստինա է, դու գիտեր որ Կրիստինա է, դու դրա համար այդ հարցը տվեցի։ Չէ, ես շատ աղջիկներ գիտեմ մոտից մարզող, հո Թինային ասում, բայց Կրիստինա է։ Այ նայի աչքերից մեջ ու ասա որ չեք ճանաչում իրեն։ Ուղղակի շատ էներգետիկ բռնեցիք, տես Սինա, քո էներգիան աշխատեց վերջապես, քո էներգիան։ լավ է, չէ՞։ Բայց անկախ ամեն ինչից, որ փորձի հիման վրա ուզում եմ 3 հարցի շուրջ կոնկրետ խոսենք, դրանից հետո արդեն կհասկանանք արժի շարունակել շփումը հաղորդաշրջանակներից դուրս թե չէ։ Okay։ Ինչ եք դուք ակնկալում ինձանից ու ինչ եք պատրաստ դրա համար տակ։ Այդ երկու։ 3 հարցի շուրջ։ Բրավո։ Էսի մի հարցի Այս ռեդ բաթլների հետ որ ասում ռաունդ։ Երրորդ հարցը մի քիչ ուրիշ թեմայով է դրա համար։ Դե լավ ասեք։ Դե կասեմ, դուք այս թեմայով խոսենք, կարող է այս հարցերի շուրջ անենց պատասխան եք տալիս, որ էլ կարիքը չի լինում երրորդի։ Օկակ։ Լավ։ Ես ինչ կարամ ձեզ տամ։ Սեր շամպես։ Էլ մենակ սեր։ Էլ ինչ այլ պետք։ Ձեզ բան այլ պետք։ Բացի սերից։ Okay, իսկ ինչ եք ակնկալում ինձանից։ Նույնը։ Ուրիշ Բայց ոչինչ։ ավելի ուժեղ։ Ուրիշ ոչինչ։ Բայց ինչ։ Եթե սիրում եք, ամեն ինչ կանեք ինչ ասեմ։ Չէ՞։ Բայց եթե դուք չեք պլանավորում սիրեք։ Դե սիրելը բնական է բառ, այդեն դրա համար ենք հիմա եկել հասել ստե, բայց կոնկրետ Չէ, հարցը սովորած է։ չգիտեմ, վերաբերմունքի հարց կա, բան կա, չգիտեմ, որ կոնկրետ կարևոր։ Պլանավորում եք սիրահարվեք։ Բա ոնց։ Ես շատ կուզենամ սիրարվել։
Ողջի մեր զրույցի ժամանակ ասացիք, որ մի անգամ սիրահարվել եք, կոտրվել եք, դրանից հետո Բայց որոշել եք այս դիրքորոշման կուզենայի էսենց մի հատ տալներ ինձ էլի։ Բայց եթե օրինակ հայտը չկարանա բավարարի են, ինչ որ դու մի քիչ առաջ ասում ես, որ պետքա բավարարի։ Չէ կարենա։ Պետքա ճանաչեմ նոր ասեմ։ Կարամ թե չեմ կարող։ Արչի հայացքից դե հետաքրքրեց ինձ, տեսեք։ Ես էի ուզում տալ։ Հարցը ինչ է պետք է բավարարել։ Հեսա կասեմ։ Իրաք կամ սխալ հասկացաք։ Չէ, դու սխալ հասկացար։ Չէ, դուք եք սխալ հասկացել։ Չէ, դու բացատրեմ, որ մենք ուղղակի գիտենք ինչը պետք է բավարարել, դրա համար ենք ասում։ Ցինան մի քիչ առաջ խոսում էր ֆինանսական, որ տղամարդը պետք է միշտ իրան պայի, ինքը պատրաստ է տղամարդու համար։ Ես եմ դրա մասին խոսում, ես մտածեցի դուք եք սխալ հասկացել։ Չէ, մենք մտածեցինք դու ես սխալ հասկացել։ Լավ, Նիչե է։ Արտնի ու տոլմա սարքի։ Ու ապրի։ Ֆինանսական աջակցություն դիմաց։ Ցինան աշխատում է երջանիկ մարդ։ Հա։ Եվ ունի շատ պակլոնիկներ, երկրպագ։ Այսինքն չեք աշխատում հիմնականում։ Հա։ Ու չեմ էլ ուզում։ Հասկացա։ Տեսեք, իրականում այդ շատ լավ է, նայեք։ Ես հիմնականում բիզնեսի մարդ եմ, ես չեմ սիրում, որ գամ տուն տեսնեմ ինչ-որ մի բան պատրաստ չի իմ համար սնունդի դեպքում, կամ չգիտեմ, երեխեքին նայող չկա, այդ ամեն ինչին ես կարևորում եմ։ Բայց դա Ես եթե կարող եմ օրինակի համար ապահովեմ, ամենադժվար տեսեք, դե տղու պարտականությունների մեջ է դա մտնում։ Ինչի մեջ է մտնում։ Տղու պարտականությունների, Ինչը։ որ ապահովի ընտանիքը։ Ուրեմն կարա ապահովի նյանյա։ Դուք դրա հետ եք, որ ասացիք դժվար է։ Ստավկը։ Թե որ մոր տեսանկյունից բանով Տնային եք։ տնտեսուհու աշխատանքն եք դուք նկարագրում։ Հա, դրա համար Որ բավականին դժվար։ Հա, դրա համար ես Համեմատենք, բայց իմ համար ցանկալի է, որ դուք չաշխատեք, որովհետև ես եթե աշխատում եմ ու կարողում եմ ամեն ինչով ապահովեմ իմ ընտանիքը, ձեզանից հասնում եմ մենակ այդ ձեր ասածը, որ այդ սերը ես ստանամ, հավատարմությունը ստանամ, որտեղ դա ցանկացած տարեկում տղամարդուն պետք է լսի հավատարիմ մարդուց այդ խոսքերը կամ չունի ինքը քանի տարեկան է։ Ու ամենակարևորը որպես մայր ինքը ճիշտ իր պարտականությունները անի, ճիշտ ձևով դաստիարակի։ Դուք ինչքան երեխա եք ուզում։ Ինձ հարց եք տալի, ես այսքան ժամանակ հավատացեք չեմ մտածել, բայց ինչքան որ պետք է հարց չկա։ Вообще շատ։ Ինչքան դուք կոզակ, այդքան իմ համար օքեյ է։ Իսկ եթե ասեմ մի երեխա, всё։ Հա, խնդիր չկա։ Լուրջ, շատ լավ է։ Իսկ հետ մտածել եք, որ այդ երեխան քուր ախպեր է ուզում։ Ոչինչ, թող մեծանա։ Ունենա։ Իրա քուր աղբերն է։ Ոչ եք պատկաստ միշտ։ Չէ, ես կոնկրետ պահանջներ չունեմ երեխա ունենալու հետ կապված, որովհետև դա երկուսիս կյանքն է, դա միասին պիտի որոշենք։ Ինչքան էլ ուզենամ ես ասեմ, հա, բեր երկրորդը, երրորդը բան, բայց դա պալիբոմը ցանկության հարց է։ Մենք կարանք մեկին կանչենք, մեզ օգնի, նյանյա։ Դե դա քննարկելու վրա է։ Չէ, պետք է ասեք հիմա։ Դե քննարկելու վրա է, եթե տեսնում օրինակ չեք կարող հասցնեք, իսկ ինչի չեք կարող հասցնել։ Գրվում են այս Տեսեք։ Հայկը հենց նյանյա կաչիրացանա, ասում է կթողես, բայց նյանյայի իմաստը որն է օրինակ, եթե դուք տանն եք ու չեք աշխատում, հենց դուք եք այդ գործերով զբաղվելու։ Բայց գիշերը որ երեխան զարթնում, մաման է հելնում։ Հա, ես գիշերը տանը Դե առարկում եմ։ Իմ երեխան էլ մա գիշերը զարթում է, ես եմ զարթում, շատ ընտանիքներում papan է զարթում երեխան։ Հենա, մեր օպերատորներն էլ ակտիվ։ ապրեք, ես զարմացա։ Չէ, մանավանդ որ ես առավոտ գործի չեմ, կինս գործ է, այդ գիշերը вообще եմ ես զարթում ու երկրորդը երեխան մեկ-մեկ ուզում է papaի հետ խաղա գիշերը։ Դե տեսեք, ով որ ամուսնացած չի եղել, ինքը պալիբոմը չի կարող պատկերացնել այդ ամեն ինչը։ Ես պետք է այդ ապրումները ունենամ, որ ասեմ, հա, կպահեմ կամ չեմ պահի։ Ինչպես։ Լավ papa ես ելնել։ Դու որպես դաշկով նայես։ Չէ, իր խոսալուց ես զգացի, դա բանից զգացին, քեզ շատ լավ դաստիարակ։ Ժողովուրդ, այս ինչքան առաջ գնացինք։ Հա, ես էլ դու զառայել։ Լավ, եկի գլխավոր հարցը։ Զինա, կամուսնանաս Հայկի հետ։ Բայց երրորդ հարցը մնացել է մի րոպե։ Հայկը չի ամուսնանում, գելստինա կամ։ Չէ, դա ամենակարևորն է, որ սկզբից ասացի, շատ Դե կարևոր դու է։ մեզ էլ հետաքրքիր։ Ես դեմ եմ, որ կինս կամ ընկերուհիս քաղաքից դուրս մենակով գնում է հանգստանալ։ Ու այդ հիմնական պատճառներից մեկն է եղել։ Թե ընկերուհի մամա, ընկերուհիների հետ նույնպես։ քուրիկի հետ։ Իսկ ինչ պատճառ է եղել։ Ինչ պատճառ է եղել։
Այդ նույնը ոնց որ Lamborghini ունենաս, թողես պարկինգում ու թողես գնաս Հայաստանում օրինակ։ Բայց կինը ավտոյի հետ մի համեմատենք։ Համեմատենք այս տեսանկյունից, տեսեք։ Տեսեք։ Քրտնաջան աշխատանքեք չէ՞ տանում որ Lamborghini ձեռք բերեք։ Իսկ կնոջ սիրտը ձեռք բերել է այդքան էլ հեշտ չէ։ Բայց այդ կինը ուզում է գնա հանգստանա։ Ուզում է հանգստանա, ես դեմ եմ, որովհետև ես կարող եմ վստահում եմ, հարց չկա, բայց ես գիտեմ հիմիկվա սերունդը, հիմիկվա տղամարդիկ ոնց է մտածում, ամեն մեկը կարա մոտիկանա, իմ կնոջը ինձանից կողանա կամ չգիտեմ, ամեն ինչ կարա լինի։ Բայց հազար ներողություն էլի կներեք իհարկե։ Ամեն տեղը կարող է ինձ մեր դաբարություններում չգիտեմ։ Կարա լինի, բայց խի խուսափես ռիսկ, խի խուսափես ռիսկերից։ Ես տղարդը մեկ-մեկ ես եմ ուղարկում հանգստանալու։ Ամեն մարդ մի ձև է մտածում, ես հավատա որ ամստացա դու ես ուզում տունը մենակ մնաս։ Okay։ Լավ, ինչևէ Հայկը մի հատ միտք արտահայտեց, որտեղ աղջիկը Lamborghini է, եթե դուք պատրաստ եք Lamborghini լինեք իր կյանքում, ընտրեք իրան, եթե չէ, դա արդեն ձեր որոշումն է։ Ես ուղղակի կոմենտ չեմ ուզում թողնեմ այս արտահայտած մտքին, որովհետև բացարձակ աբսուրդ է ու ես մի բան եմ ուզում ասեմ, այն տղամարդը, ով որ իր վրա վստահ է, իր ուժերի մեջ վստահ է, իր տղամարդկության մեջ վստահ է, ինքը իր կնոջը ամեն տեղ է կարա թողի, որտեղ գիտի, որ մեկ իր կնոջ մատը կպնի, ինքը լինի Սյունիքում, լինի, չգիտեմ, Ֆլանում, Ֆստանում, այդ րոպեն կհասնի գլուխն է կջարդի։ Բացի դա շատ կարևոր է այստեղ մենք ընդգծենք նաև կնոջ դերը եւ կնոջ սահմանների դերը, որովհետեւ չառարկայնացնենք կնոջը, չապրանքայնացնենք ու չմտածենք, որ կինը ապրանքա ու ինքը չի կարող իր սահմանները այնպես դնել, որ որևէ մեկը չխախտի, հետեւաբար կարևոր է նաև կարևոր հարց տամ վստահությունը կնոջ հանդեպ։ Մեկ էլ եթե դու չես կարող գնաս, ես օրինակ շատ զբաղված մարդ եմ, չեմ կարող գնամ, բայց այդ մարդիկ հանգստի կարիք ունեն, ու չպետք է իրանք նայեն քեզ, դա էլ հա։ Եթե հանգստի են գնում, միասին են գնում, ես այդ եմ ասում, ես չեմ ասում ես տարին մի անգամ կարող եմ հանգստի գնամ, այդ մարդուն պետք է տարին 5 անգամ հանգստի գնա։ Չէ, ին կողքին ես եմ որոշում արդեն, ինքը քանի անգամ գնա, թե զգում եմ մեզ ընտանիքին պետք է հանգստանալ, ես եմ որոշում ինքը գնա թե չգնա այդ բանը։ Շատ լավ։ Ինչևիցե շատ ըստե բուրըն քննարկումներ է գնում, Հայկը իր միտքը արտահայտեց, որի հետ մենք ինչ-որ ձև ընդդիմացանք եւ չէ, բայց արդեն ամեն դեպքում դա ձեր կարծիքն է, որը ունի իրավունք ապրելու, մեր կարծիքն է մեր համար ունի իրավունք ապրելու, բարեբախտաբար մենք իրար հետ չենք ապրելու։ Հիմա կխնդրենք Հայկը, որպեսզի հեռանա, որպեսզի Տինայից հասկանանք, թե ում է նա ընտրելու։ Այսպիսի բուրըն ժամադրությունից հետո հիմա առաջարկում եմ Թինայի հետ քննարկել, հասկանանք, թե նա տղաներից ում է ընտրում վերջապես, Թինա ջան, ում եք ընտրում։ Կարող եք ոչ մեկ էլ կարող եք չընտրել։ Ոչ մեկին չեմ ուզում ընտրել։ Ես ընտրում եմ գումարը ու զարթնել։ Ես նենց հոգնեցի գնամ տուն։ Էներգիայով լիցքավորվեք։ Այսօր կլի որ Արամա պալուչկե կզվարը։ Ասում եմ իրի գունը արեմ եմ, այլա մտնում արեմ։ Ես ձեզ ցանկանում եմ այդ ձեր պոզիտիվ էներգիան միշտ ձեր հետ մնա, ձեր անկեղծությունը, ձեր այս հավես վիճակը, հիմա դուք տենց եք որոշել այս կյանքը ապրեք, հալալացես, ապրեք, եթե կարողանում եք։ Ու չկարդակ կոմենտները։ Չկարդակ ես կոմենտները։ Իսկ մենք այսպես հետաքրքիր ժամադրությունից հետո ասում ենք շատ շնորհակալություն Դավիթին, որ եկավ այսօր մեզ հյուր։ Շատ հետաքրքիր էր անկեղծ ասած քո տեսանկյունը լսելու եւ շատ օգտակար կարծրատիպեր կոտրող տեսակետներ հայտնեցիր, որը վստահ եմ նաեւ մեր լսարանին օգուտ կտա այնքան, որքան մեզ եւ մասնակիցներին։ Հիմա ձեզ ասում ենք ստեսյուն Մինչ նոր առաջին ժամադրություններ 3 ավելորդների հետ։